Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները, մաթեմատիկայի շարունակում ենք կրկնել մեր անցած թեմաները, նախապատրաստվում ենք թեմատիկ աշխատանքի։ Այսօր մենք բոլոր առաջադրանքները կկատարենք տետրում, այս նույն առաջադրանքները կան նաև գրքում։ Համագործակցության սրահում կկատարենք 179 համարի առաջադրանքը, փորձենք բացահայտել օրինաչափությունը և լրացնել բանտակները։ Տեսեք 15, 8, 7, ինչ օրինաչափություն ենք գտնում, 7 և 8 թվերի գումարը 15 է, 7 և 7 թվերի գումարը 14 է, պետք է գտնենք այն թիվը, որը 9-ին գումարելով կստացվի 16, դա 7-ն է, անհայտ գումարելին գտնելու համար գումարից հանում ենք հայտնի գումարելին, մյուսը, 5 և 8 թվերի գումարը 13, 6 և 8 թվերի գումարը 14, 9 և 0 թվերի գումարը 9, մյուսը, աշտեն գումարը մեջտեղում է գրված 5 և 13 թվերի գումարը 18 է, 6 և 14 թվերի գումարը 20 է, 20 և 50 թվերի գումարը 70 է։ 180 համարի առաջադրանքը պետք է լրացնենք բուրգը, կառուցենք, հասնենք բուրգի ամենավերին թվանշանին։ 3 գումարում ենք 4, ստանում ենք 7։ Այժմ 4 և 1 թվերի գումարը վերևում ենք գրում, 4-ին գումարած 1, 5, 1-ին գումարած 2, 3։ Հիմա երկրորդ հարգից ենք շարունակում, 3 և 5 գումարը կլինի 8, 5 և 7 գումարը կլինի 12, 12-ի և 8-ի գումարը 20, աստիճանաբար բարձրանում ենք։ Հաջորդը 6 և 2 թվերի գումարը 8 է, որպեսզի գտնենք հաջորդ թվերը, մենք պետք է գտնենք անհայտ գումարելին։ Բուրգի գագաթին 20 է, գումարելիներից մեկը 9, 20-ից հանած 9 հավասար է 11, 11-ը 8 և 3 թվերի գումարն է, 3-ը ավելացնում ենք, 9 3 և 6 թվերի գումարն է, և 3-ը ստացվում է 2-ի և 1-ի գումարից, 6-ն էլ ստացվում է 1-ի և 5-ի գումարից։ Նույն ձևով կանաչ բուրգն ենք իջնում ներքև, վերևից իջնում ենք ներքև, 20-ը կազմված է 7-ից և 13-ից, 7-ը կազմված է 2-ից և 5-ից, 13-ը կազմված է 5-ից և 8-ից, 2-ը կազմված է 1-ից և 1-ից, 5-ը կազմված է 1-ից և 4-ից, 8-ը կազմված է 4-ից և 4-ից։ Այժմ կշերտներին անդրադառնանք, կազմենք հավասարություն։ 5 և 7 թվերի գումարը 12 է, 8-ին ինչ պիտի գումարենք, որ դառնա 12։ 12-ից հանած 8 հավասար է 4-ի, 5 գումարած 7-ը հավասար է 8 գումարած 4-ին, քանի որ 12-ը հավասար է 12-ին։ Մյուսը 10 և 8 թվերի գումարը 18 է, 5-ին որքան պիտի գումարենք, որպեսզի ստանանք 18, 18-ից հանած 5 հավասար է 13, 5 և 13 թվերի գումարը 18 է, 10 և 8 թվերի գումարը նույնպես 18 է, ստացանք հավասարություն։ Մյուսը 7 և 9 թվերի գումարը 16, 9 և 7, տեսեք կարծես գումարների տեղափոխություն լինի, 7 գումարած 9 հավասար է 9 գումարած 7-ին։ Այժմ կատարում ենք 172 համարի, այժմ լուծում ենք 172 համարի խնդիրը։ Պարկում կար 17 գազար, երբ երեխաները մեկական կերան, պարկում մնաց 8 գազար, քանի երեխա գազար կերան։ Կար 17 գազար, կերան հարցական գազար, մնաց 8 գազար։ Նվազելի, հանելի տարբերություն, անհայտ հանելին գտնելու համար նվազելուց հանում ենք տարբերությունը, 17-ից հանած 8։ Հիմա կազմում ենք հավասարությունը, 17-ից հանած 8 հավասար է 9 գազար։ Պատասխան 9 գազար, եթե մեկական են կերել, նշանակում է քանի երեխա է կերել մեկական գազար, որ դարձել է 9 գազար։ 9 երեխա։ Ամեն մեկը մեկական նշանակում է յուրաքանչյուրը 1 գազար։ Խնդիր 173-ը, երբ վարպետը դույլից 12 կիլոգրամ ներկը օգտագործեց, այնտեղ մնաց 8 կիլոգրամ, որքան ներք կար դույլում, ուրեմն օգտագործեց 12 կիլոգրամ, դրանից հետո մնաց 8 կիլոգրամ։ Կար հարցական, որքան էր սկզբում, անհայտ նվազելի պիտի գտնենք, անհայտ նվազելին գտնելու համար տարբերությանը գումարում ենք հանելին, 12 գումարած 8, հավասար է 20 կիլոգրամ, պատասխան կար 20 կիլոգրամ ներք։ 176 առաջադրանքը մենք նախորդ դասին կատարել էինք գրքում, այժմ գրառումը կկատարենք տետրում։
Ամենաերկար ժապավենը կապույտ ժապավենն է, որի երկարությունը 13 սանտիմետր է։ Գտնենք կանաչ ժապավենի երկարությունը, որը 2 սանտիմետրով կարճ է։ Եթե կարճ է, ուրեմն փոքր է, եթե փոքր է, ուրեմն պիտի կատարենք հանման գործողություն։ 13-ից հանած 2 հավասար է 11 սանտիմետր։ Կանաչ ժապավենը 11 սանտիմետր է։ Կարմիրն էլ իր հեշտին 2 սանտիմետրով կարճ է կանաչից։ Այսինքն 11-ից 2-ով կարճ, 11-ից էլ հանած 2 հավասար է 9 սանտիմետր։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։